եկեք բան հասկանանք, որ հիմա գարուն է եւ տեղի ունենում հերթափոխ բոլորի մոտ։ Համ մեզ մոտ, համ իրանց մոտ։ Դիրքերը ձմեռվանից հետո մանավանդ նրանք, որոնք ձանտակ էին, վերանորոգվում են, տեղեր կան վերակառուցվում են, այսինքն շարժ այսպես թե այնպես պետք է լինի։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հայտարարությունները 11-12, եթե չեմ սխալվում, վերջի մի քանի օրվա մեջ, դրանք սկսեցին Վալկոստականի այցի ժամանակ, ինքը նույն Վալենտինա Մոտվիենկո, Ռուսաստանի սենատի նախագահի, եւ միակ երկիրը, որը Ադրբեջանի սպաներին արձագանքեց, մեջ բերելով Ադրբեջանի խոսքերը, դա Ռուսաստանն էր, ինչը ընդհանրապես գաղտնիք չի բոլորիս համար, բայց սա պետք է ֆիքսվի եւ հնչի, որ այս ամբողջը անհրաժեշտ է բացառապես Ռուսաստանին, որպեսզի ոչ մի պարագայում խաղաղության պայմանագիր չկնքվի, եւ ես ասեմ, որ նա սրա պատճառը, որի մասին արդեն ասել եմ։ Արևմտյան երկրների եւ մեծ հաշվով ամբողջ աշխարհի ողջունի խոսքը այս դեռևս չստորագրված պայմանագրի զուտ տեքստի հաստատման հիմնված էր նրա վրա, որ առաջին անգամ Խորհրդային միության փլուզումից հետո Խորհրդային միության տարածքում տեղի ունեցել դիվանագիտական գործընթաց, որը եկել է ինչ-որ շոշափելի արդյունքի առանց Ռուսաստանի մասնակցության։ Ռուսաստանի մասնակցությունը եղել է զրոյական, process-ը սկսվել է Պրահայում եւ Պրահայից շարունակվել է։ Սա Ռուսաստանի համար ոչ միայն ապտակա, այլ, ասենք, չգիտեմ, ոնց ասեմ, ձևակերպում, որ ինքը այլևս գոյություն չունի, որպես նույնիսկ տարածաշրջանային գերտերություն։ Տարածաշրջանային գերտերությունը, առանց որի խաղաղության պայմանագրի տեքստը ստեղծվում, հաստատվում եւ պատրաստվում ստորագրման, այսինքն մնում է ֆիզիկապես այդ ստորագրությունը դրվի, ինքը տարածքային գերտերություն չի, ինքը ուղղակի հարևան երկիր է։ Սա առաջացրել է կատաղություն, քանի որ Իլհամը շատ կախված է բանից Պուտինից, հետեւաբար Վալկոստականի մեսիջը եղել է այդ։ Ես ուզում եմ ֆիքսեմ, որ շատ դրական Հայաստանի համար մի փաստ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաները օրիորդ անգամ Ադրբեջան գնում են, իսկ Հայաստան չեն գալիս։ Սա շատ կարևոր է։ Սա նշանակում է, որ իրենք չեն կարողանում նույնիսկ դիվանագիտական կամ բան ճանապարհներով ճնշում գործադրեն Հայաստանի վրա, բարձրադա այս իշխանությունների արածնա ինչ-որ չափով, բայց հիմնականում դա արևմուտքի աջակցության շնորհիվ է, որ կարողանում ես ասես, որ չեմ ընդունում, կամ այդպես ինչ-որ բան չկա։ Բայց իրանք գնում են Ադրբեջան, ստեղ չեն գալիս։ Իսկ այս պայմանագրի տեքստը եւ այս պայմանագիրը, որը պարունակում է Ալմաթայի 91 թվականի հռչակագիր, որը ավտոմատ կերպով ստանում է 21-րդ դարի նոր կյանք, Ռուսաստանի համար մահացու է, որովհետև դա նշանակում է, որ ստեղծվել է նախադեպ, այդ նախադեպը 91 թվականի սահմաններն են, հիմա ուշադիր միացենց նայում ենք Ռուսաստանից արևմուտք, տեսնում ենք, որ Ուկրաինայի սահմանները եւս ֆիքսված են եղել Ալմաթայի հռչակագրով եւ դրանից հետո կնքված բոլոր պայմանագրերը ոնց որ թե պայմանագիր, համաձայնագիր, բան ջրվում է, որտեղ մենք դրանից հետո ունեցել ենք, չգիտեմ, այնտեղ բան Սինադաթար, հետո ինչ-որ տիպի բանակցություններ, հետո եւ այլն, բայց այդ ամեն ինչ խաղից դուրս է, բոլորը վերադարձել են 91 թվականի, այսինքն սովետական միության անկմանը։ Եվ այս փաստը եւ այս նախադեպը լինելու է սեղանին, եւ սա բունկերային առնետը լավ էլ գիտի, որ սա իր սեղանին դնելու են, երբ որ ինքը սկսի Ուկրաինային բանակցել։ Եվ իրան ասել են եղբայր, ստեղ եղել է կոնֆլիկտ, ձեզ մոտ այս կոնֆլիկտը սենց է լուծվում, նախադեպը կա, հեծանիվ մի հնարեք։ Գնահատականը շատ պարզ է, Տրամպի քաղաքականությունը տարածաշրջանում ես գնահատում եմ բացասական, իրան ներկայացուցիչ այցը Բաքու առանց Հայաստան այցի ես գնահատում եմ բացասական, ես ենթադրում եմ, որ արտաքին, սենց ասեմ, արտաքին ցուցիչներով կարելի է ենթադրել, որ Ամերիկայի Տրամպի ներկայացուցիչ, այնտեղ շատ կարևոր է հասկանալ պետդեպի եւ Տրամպի անձնական ներկայացուցիչի տարբերությունը։ Տրամպի համար անձամբ աշխարհում գոյություն ունի բացառապես Իսրայելի շահեր, ուրիշ շահեր գոյություն չունեն։ Նույնիսկ Ամերիկայի շահերն է ինքը հետ գցում։ Գոյություն ունի բացառապես Իսրայելի շահեր։
իրասեփական գրպանը եւ Իսրայելը, այլ շահ ինքը չունի։ Դրա համար իր ներկայացուցիչները եթե միտեղ խառնված են, դա բացասական է բոլորի համար, բոլոր կողմերի, շատ ծիծաղալ է այդ թվում Իսրայելը, բայց լավ է, իր կարճ խելքից է։ Ես ենթադրում եմ, որ այնտեղ եղել է որ պետք է ստորագրեք, որովհետեւ դե ինքը տենց հայտարարել է, որ խաղաղություն է ուզում, նրանք ասել են կա պայման, որ մենք չստորագրենք հարցականի նշան, են ասել, հա, դե եթե հայերը սկսեն կրակել, կարակ չստորագրեք։ Եվ այս ամբողջը երկու բան ունի, Ալիևի ոչխարները եւ օվալ կաբինետում նստած անձնավորությունը, որովհետեւ սենց ասեմ, սրա դեմ կարելի առնել, եթե Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը աջակցենք, որպեսզի իրանք հայտարարեն, որ որևիցե կրակոց չկա, այսինքն այս թեմայով որ լինի հայտարարություն, կամ ինչ-որ բան, կամ պարոն Ռասմուսենն աստեղ ենթադրում եմ, որ իր միջոցով էլ է կարելի դա հասցնել համապատասխան օղակների, որ Հայաստանում որևիցե բան չկա, Հայաստանի սահմաններում, նորից եմ կրկնում, գոյություն ունի երկու մոտեցում, ստեղ պետք է հասկանալ, մենք սովորենք, որ Ռուսաստանն է հիմնականում տենց կամ ասենք տոտալիտար երկրները, բայց պետք է արդեն սովորենք, որ ԱՄՆ-ում էլ է տենց, գոյություն ունի մի խումբ, որը ուրիշ նպատակներ ունի, ուրիշ նպատակներով է իշխանության, այսինքն մենք ունենք Ռուսաստան, որը չի ուզում, որպեսզի այս խաղաղությունը կնքվի, որտեղ այս խաղաղությունը կրկնում կնքվելուն պես ֆիքսվում է թղթի վրա եւ միջազգային բաներում, որ Հայաստանը եւ Վրաստանը ամբողջությամբ անցել են եվրոպական ճամբարը։ Սա ձեռք չի տալիս ոչ Ռուսաստանին, ոչ Տրամփին, Ամերիկային չէ, Տրամփին։ Տրամփը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը Եվրամիության Եվրոպայի թշնամին է։ Ինքը ասում է, որ Եվրոպան ստեղծվել է, որպեսզի Ամերիկային ինչ անի, screw up անի, դա չի թարգմանվում հայերեն ցենզուրայի մեջ, չեմ կարող թարգմանել, բայց նրանք ովքեր անգլերեն գիտեն հասկացան ինչի մասին է խոսքը։ Եվ սա բավականին վտանգավոր է թե մեզ համար, թե տարածաշրջանի համար, թե բոլորի համար, որովհետև մենք չունենք որևիցե հիմք պնդելու, որ այնտեղ կա իրոք սրացում, բայց մենք ունենք հիմք պնդելու, որ Տրամփը Պուտինի հետ փորձում է պայմանավորվել, մասնավորապես արդեն իսկ հնարավոր է շատ մեծ հավանականությամբ, որ ասում են likely, այսինքն 50% հավանականությամբ մի փոքր ավել, պնդել, որ ինքը Ուկրաինան վաճառում է Իրանի դիմաց, եւ մենք վերջի խոսակցությունը Պուտին-Տրամփ տեսանք, որ ինքը Ուկրաինան հանձնելուն պես Ռուսաստանից ստացավ հայտարարություն, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, այսինքն ինքը վաճառում է Ուկրաինան տալիս է Պուտինին, դրա դիմաց ստանում է Պուտինի Իրանին չաջակցելու խոստումը եւ այդ կոնֆլիկտ, սենց է խաղում։ Իր համար ոչ մի երկիր սուբյեկտություն չունի, ինքը անձամբ համարում է Բոլտոնին, որ լսում եք, ասում է ինքը համարում է, որ ինքը Պուտինի ընկերն է, ու հակառակը։ Լրագրողները բրիտանացի հարցնում, իսկ դուք ոնց որ դուք եղել եք այդ բանակցությունների մեջ, դուք ինչ եք կարծում, ինքը ասում է ցենզուրայից դուրս, ինքը ասում է, որ Պուտինը Տրամփին օգտագործում է որպես անձեռոցիկ։ Այսինքն ընդհանրապես շանտեղ չի դնում, ինչը մենք գիտենք, որովհետև Տրամփը շատ հեռատես չի, լավ կրթված չի, մեծ հաշվով կրթություն չունի, չի պատկերացնում ինչի մասն է։ Ինքը լավ չի հասկանում ընդհանրապես, ինքը կարող պատկերացնում է միջազգային հարաբերություններ, ինչպես կորպորատիվ հարաբերություններ, կորպորացիաների միջև, եւ համարում է, որ գոյություն ունի 3 խոշոր կորպորացիա, մեկը ինքն է, մեկը Չինաստանն է, մեկը Ռուսաստանն է, ուրիշ խոշոր կորպորացիա չկա։ Այդ իր պրոբլեմն է։ Ես իրականում անձի դերը պատմության մեջ այդ մշտական վեճը, հիմա նոր լաբորատոր բան ունենք, իրավիճակ ունենք, հա, Տրամփ, որը տապալեց Ամերիկայի տնտեսությունը, Տրամփ, որը տապալեց միջազգային հարաբերությունները, սրանանում իհարկե մեղքը շատ մեծ է նաև եվրոպական երկրների, ինչ իրանք գիտակցել են, փորձում են դուրս գան, որովհետև երկար տարիներ համարվում էր, որ Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտները կկարողանան այս հարցը փակեն, դեռևս Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտները պայքարում են ուղղակի ժողովրդավարության պահպանման համար։ Մենք գիտենք, որ
դատարանները ակտիվորեն փորձում են կասեցնել Թրամփի որոշումները, USA-ը փակեցին, բացել տվեցին, շենքը վերադարձնել տվեցին այդ Ռոնալդ Ռեյգանի շենքը, բայց ամեն դեպքում դեռևս այդ ներքին իմունիտետը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեին, դեռևս բավարար չի նույնիսկ մասկին հանել թեմայից, էլ չասած կասեցնել Թրամփի անկանոն քաղաքականությունը, որը ինքը չեն հասցնում կասեցնեն բոլոր բացասական քայլերը, սա վտանգավոր, սա իրոք վտանգավոր է, սա ոնց որ 13 տարեկան երեխային միջուկային զենքի բան տաս, կոճակ, դա անհնար է։ Եթե ես ճիշտ հասկացա, դուք ասացիք, եթե ոչ դուք ինձ ուղղում եք, որ Ալիևի այս գործողությունները համաձայնեցված են Միացյալ Նահանգների հետ, այս հայտարարությունները, քանի որ ներողություն, ես ուզում եմ, որ դուք ինձ հերքեք, բայց ավելի ճշգրիտ ներկայացնեք այդ ձեր դիրքորոշումը եւ ձեր կարծիքը, եւ քանի որ եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը այսքան չեն ողջունում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքումը, ապա Թրամփը ինչ-որ աչքերը փակում է։ Տեսեք, շատ կարևոր է, շատ շնորհակալ եմ, որ հարցի ձևակերպումը տենց արեցիք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունել են եւ պահանջել են ստորագրել։ Չի ողջունում Թրամփը եւ իր աշխատակազմը, դրանք տարբեր բաներ են, սա մեկ, որովհետեւ Եվրոպայի դերն է մեծանում։ Երկու, իրանք ոչ թե դեմ են այս պայմանագրին, այլ ես ասում եմ հետևյալը, ըստ արտաքին ցուցիչների, ես չգիտեմ ինչ են խոսացել, բայց ըստ հաբրգացության Ալիևի, երևում է, որ իրա այն բանին, թե ես չեմ ստորագրելու, իրան ասել են դու կարաս չստորագրես մենակ, եթե Հայաստանը քո վրա հարձակվի։ Եվ ինքը ապահովում է այս տեղեկատվական ֆոնով, որ Հայաստանը իր վրա հարձակվել է։ Մենք գիտենք, որ Թրամփը բացահայտ հիմարություններ է դուրս տալիս, ամբողջությամբ ռուսական նարատիվով, եւ ես ենթադրում եմ, որ մարդիկ, օրինակ Տուլսի Հաբարդը եւ այլն, որոնք ամբողջական ռուսական նարատիվ տանող իր սեղանին դնող են, այս բաները, որոնք որ Ռուսաստանում տարածվում են, որի մասին խոսում է Մարիա Զախարովան, որ Հայաստանը կրակել է, որ հրետանիա օգտագործել եւ այլն, այս դրվելու է Թրամփի սեղանին։ Եվ հետո ինչ որոշում եք Դենի Բեդովլաթը։ Հիմա այս իրավիճակում։ Չէ, տեսեք, ախր դուք հիմա բերում եք ինչի, ինչ որոշում եք կայացնելու։ Ես չգիտեմ ինչ որ դեպի Սյունիք եմ վերելում։ Ես չգիտեմ ինչ որոշում եք կայացնելու։ Ես ձեզ ասում եմ, ես հետախուզություն ունեմ, ես չգիտեմ, ես իրակ ամեն մի հիմարի գլխի մեջ չեմ կարողանում մտնել։ Ես կարողանում եմ իրենց ասածը, արածը վերլուծեմ կամ post factum, կամ ասեմ տենդենսը սա է։